Շնորհակալություն Մերի Մանուկյան 24 News նախ թույլ տվեք մինչև բուն հարցը ձևակերպել պարոն Մելիքբեկյան ձեր մամուլի հետ շփման տոտալ բացակայության մասին վկայակոչել դուք ֆեդերացիայի նախագահ ընտրվելուց հետո ասել եք որ բաց եք պատրաստական եք շփվելու բայց հիմա այնքան հարցեր են կուտակվել որ դուք էլ ձեր ներածական խոսքում այնքան բան ասացիք որ հակադարձելու հնարավորություն էլ չկա ամեն դեպքում կխնդրեի այսուհետ քանի որ դուք նաև չհայտարարեցիք ձեր հրաժարականի մասին այսուհետ ավելի հաճախ մամուլի հետ շփվեք որպեսզի այս իրավիճակը չստեղծվի պարոն Մելիքբեկյան կներեք միջև ձեր հարցը եկեք ես խոստանամ որ ես շատ ավելի հաճախ կխնդրեմ եւ կշփվեմ եւ պարբերական մենք շփումներ եւ ասուլիսներ կունենանք Շնորհակալություն պարոն Մելիքբեկյան 2020 թվականից ի վեր Հայաստանի ազգային հավաքականը կրել է 26 պարտություն 13 հաղթանակետարել եւ 11 ոչ ոքի FIFA-ի դասակարգման աղյուսակում 102-րդն է այս տեմպերով է Հայաստանը 2050 թվականին դառնալու աշխարհի կամ Եվրոպայի մրցանակակիր ինչպես Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել եւ դուք էլ ասել էիք որ 2022 թվականին կամ 2024 թվականին խմբային փուլի եզրափակիչ ենք դուրս գալու շնորհակալություն Շատ նախ ես երկար խոսեցի հավաքականների մասին ես կարծում եմ այդ ամեն ինչը չեմ կրկնի միայն մի բան ասեմ որ ես չեմ ասել որ 22-ի եւ 26-ի եզրափակիչ ենք դուրս գալու 24-ի ես ասել եմ մենք պայքարելու ենք ուղեկրի համար ես երբևէ ես անգամ ասել եմ որ ես Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ չեմ ես երբևէ չեմ կարող խոսք տալ որ Հայաստանի հավաքականը անպայմանորեն կնվաճի ուղեկիր դա անկեղծ ասած հնարավոր չէ բայց այն որ մենք պայքարելու ենք ուղեկրի համար դա ասել եմ այո Մենք հիմա եթե ֆուտբոլից ենք խոսում ես երկար բացատրեցի ինչն են խնդիրները որն է տեմպը եւ այլն